Պարոն Հովհաննիսյան, նախ այս ձեր վերջին ասացի մասով ընդդիմադիրները օրինակ արձագանքում են, երբ որ դուք ասում եք պատմական փաստաթուղթ, ընդդիմադիրները ձեզ արձագանքում են, որ այդ պատմական փաստաթուղթը օրինակ գերիների վերադարձ չի երաշխավորում, օկուպացված տարածքների դեօկուպացիա չի երաշխավորում եւ այսպես չի փակում օրինակ Ադրբեջանի պահանջների շարքը նույն սահմանադրությունը փոխելու հետ կապված այս մասով եւ երեք եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը ազդեցության գործակալների մասին էր խոսում, ընդ որում ընդդիմության շարքերում ինչ որ կոնկրետ մարդկանց կամ չգիտեմ, ընդդիմությունն էլ է տարակուսած, թե ինչու օրինակ դրան իրավական գործընթացներ չեն հաջորդում, եթե կան իշխանության ձեռքի տակ կոնկրետ փաստեր։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ձեր հարցի առաջի կրկին արձագանքել կապված հռչակագրի հետ Վաշինգտոնում ստորագրված, որոնք այս կամ այն խնդիրը չեն փակում, նախ եկեք արձանագրենք, որ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ունի բարձրագույն ուրեմն նշանակություն երկու երկրների համար էլ ընդունված է ուրեմն խորհրդարանում, մի դեպքում մյուս դեպքում նախագահի ստորագրությամբ սահմանազատման եւ սահմանագծման մասին կանոնակարգներ, որը ըստ էության հասցեագրում է օկուպացված տարածքների հարցը, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Դուք ասում եք, որ սահմանադրությանը վերաբերող պահանջները չի ծածկում եւ այլն եւ այդպես շարունակ, ուրեմն խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված հստակ ասում է, որ ուրեմն խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ուրեմն վեր են ներպետական օրենսդրությունից։ Երկրորդ հանգամանքն այն է, որ արդեն հիշատակածս կանոնակարգում սահմանազատման ուրեմն եւս կան հստակ դրույթներ, որոնք տարածքային նկրտումների վերաբերյալ որևէ մտահոգվելու տեղիք չեն տալիս, այսինքն մենք ելի եմ կրկնում, ելնում ենք փաստաթղթերից, ոչ թե բանավոր հայտարարություններից։ Մնացածը ընդդիմության մեկնաբանություններն են, որոնք ընդդիմության հերթական սովորական իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններ են։ Խնդրեմ տիկին։ Ուղղակի տպավորություն է, որ Հայաստանի այս փաստարկները, որ շարունակ բերվում են, Ադրբեջանի համար այդքան էլ համոզիչ չեն ու ելի նույն պնդումները այնտեղից լսում ենք։ Դուք ձեր հարցում ձեր պատասխանը տվեցիք, դա ուղղակի տպավորություն է։ Առանձնապես բան չունեմ ավելացնելու, ես նույնպես ուզում եմ վերահաստատել են միտքը եւ միտքը, որ ընդհանուր առմամբ գնահատականները պետք է տալ փաստաթղթում ամրագրված կետերի վերաբերյալ եւ չընկնել այս կամ այն քաղաքական ուժի մտահոգությունների դաշտ, որովհետեւ մտահոգությունները, ինչպես նկատում եք առ այսօր, որոնք կային եւ բավական ոչ միայն մտահոգություններ էին, այլ որպես փաստ ասում էին, որ չգիտեմ, միջանցք տվեցին, Սյունիքն են հանձնել, Տավոշի գյուղերն են տալիս եւ այլն, եւ սրանով մարդկանց նյարդային մեր ժողովրդի նյարդային համակարգը խարխլում էին, որևէ մեկը տեղի չի ունեցել եւ ես ձեզ էլ որպես լրագրող հորդորում եմ նման այսպես չակերտավոր մտահոգությունները քիչ բարձրաձայնել, որովհետեւ առ այս պահը մեր քաղաքական թիմը գործել է թափանցիկ եւ արել է այն, ինչ ասել է։ Էլի մտահոգություններ կան, որ հիմա խոսում են, եւ մենք էլ ասել ենք մինչեւ տարեվերջ ինչ որ մանիպուլատիվ հայտարարություններ են անում, այս փաստաթուղթը հրապարակեք, այս փաստաթուղթը հրապարակեք։ Բոլոր փաստաթղթերն հերթով հրապարակում են։ Խաղաղության պայմանագրի մասին էլ էին այո Տիկին Վարդյանը ճիշտ է ասում, եսի ինչեր էին խոսում։ Հրապարակվեց քար լռություն։ Հիմա մինչև տարեվերջ նաև բանակցային փաստաթղթերի փաթեթները կհրապարակվեն, տեսնենք այդ ժամանակ ինչ են խոսելու։ Շնորհակալություն, հա, ճիշտ եք ասում, ազդեցության գործակալների մասով ես պետք է նշեմ, որ դա մեր ոչ իմ ոչ պարոն Հովհաննիսյանի ոչ է քաղաքական թիմի գործունեության շրջանակում է մտնում, ես կարծում եմ, որ դա իրավապահների դաշտում է եւ ինքս էլ ակնկալում եմ այդ իրավապահների, այսպես ասած, գործունեությունը ուղղված է հարցի շուրջ, իսկ ինչ վերաբերում է գործակալներին, ապա դուք ինքներդ կարող եք ուշադիր հետևել եւ որոշ քաղաքական թիմերի խոսույթներին եւ որոշ հոգեվորականների խոսույթներին եւ նրանց խոսույթները ամբողջությամբ համընկնում են այլ երկրների շահը սպասարկող խոսույթների եւ իրենց ռոպագանդիստների հետ։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։